ծրագրով վարչապետ, ղեկավարումը կազմակերպության իրականացվել է համապատասխան ընթացակարգերով ընտրված խորհրդի կողմից եւ գործադիր մարմնի կողմից, մրցութային ընթացակարգով արդեն ընտրված։ Իհարկե մենք պատկերացնում ենք կազմակերպության արդեն կառավարման մեջ ներգրավել հնարավորինս պրոֆեսիոնալ անձնակազմ եւ պրոֆեսիոնալ ղեկավարություն, որովհետեւ կարողանան գույքի լավագույն օգտագործման հնարավորությունները բացահայտել նախքան մասնավորեցման կամ ֆոնդային բորսա բաժնետոմսերը տանելու եւ թողարկելու որոշումների կայացումը ստրատեգիական տեսլականը իհարկե հետեւյալն է եւ այդ տեսլականը ֆոնդային բորսայում մասնավորեցնելու տեսլականի իրականացումը մենք սկսել ենք հենց գույքի ընտրությունից, այսինքն կոնկրետ տվյալ գույքի ընտրությունը պայմանավորված այն հանգամանքով որ գույքը ունի կոմերցիոն օգտագործման բավականին մեծ հնարավորություններ, այսինքն գույքի կոմերցիալիզացիայի մեծ հնարավորություններ, որը մեզ հնարավորություն կտա արդեն նոր ստեղծվող բազմաբաժնետիրական ընկերությանը հնարավորություն կտա իր քաղաքաշինական կոմունիկացիոն, իրավական խնդիրները լուծելուց եւ գույքի լավագույն օգտագործման արդյունավետ ճանապարհը որոշելուց հետո որոշակի նաեւ կոմերցիալիզացիա իրականացնել գույքի եւ կազմակերպությունը մինչեւ ֆոնդային բորսա տանելը այնտեղ պետք է միանշանակ ունենա որոշակի շահութաբերություն եւ որոշակի դիվիդենդ ապահովելու հնարավորություն։ Այդ նկատառումը մենք հաշվի ենք առել եւ այդ հաշվի առնելով հենց գույքի ընտրությունից ենք սկսել այս process-ը, լավագույն կարծում եմ գույքն է ընտրվել այս նպատակին ծառայեցնելու համար։ Ինքը բազմաբաժնետիրական ընկերություն եւ հետագայում բաժնետոմսերի թողարկումը արդեն հնարավորություն կտա ավելի լայն հատվածների եւ զանգվածների տնտեսության ներգրավել գույքի օտարման եւ մասնավորեցման process-ների մեջ ավելի ինստիտուցիոնալ կապիտալ ներգրավել արդեն ֆոնդային բորսայի միջոցով, ինչպես նաեւ քաղաքացիների հետաքրքրությունը կարող է առաջացնել այդ բաժնետոմսերը եւ արժեթղթերը։ Այս տարբերակով մենք առաջին քայլն ենք անում, հետքայլ գույքի օտարման տրադիցիոն մեխանիզմներից եւ հաջողության դեպքում արդեն գույքի օտարման ամբողջ process-ը հետագայում մենք պատկերացնում ենք իրականացնել այս եղանակով։